Հպարտ հայուհի, այսպես է իրեն կոչում մեր հերոսուհին։ Ցեղասպանությունից հետո, որ բացած Խաչատուր պապի երազանքը ինքը պիտի իրականացներ։ Քրդական ընտանիքում հայտնված 5-ամյա տղան հրաժեշտ տվեց Խաչատուր Բաքրջյան անվանը, դառնալով Մուստաֆա Բաքրջօղլու։ Սովորեց քրդերեն ու թուրքերեն, մոռացավ հայերենը, բայց հայ լինելու զգացողությունը պահում էր հոգում։ Տարիներ անց իր ընտանիքը ստեղծեց Ադանայում։ Իմ հայրիկը 13 աղբեր եւ քույրիկներ ունեի, բայց արդեն միայն 7 են, բայց իմ պապիկը ամեն օր ասել է իրան. մի մոռացեք, որ դու հայ ես, մի մոռացի, որ դու քրիստիան ես։ Ադանայում ոչ ոք չգիտեր Խաչատուրի պատմությունը, ոչ ոքի չէր պատմում, որովհետև ապրել էր ուզում։ Հարմար առիթը բաց չթողեց Խաչատուրի որդիներից Բերսամը, 80-ականների սկզբին հեռացավ այնտեղից։ Ազգանվան Օղլուն փոխարինեց Յանով, ընդունեց քրիստոնեությունն ու կնոջ հետ հաստատվեց Գերմանիայում։ Ծնվեցին 3 դուստրերը՝ Եղշան, Արինեն, Թալինը։ Իմ ամբողջ ընտանիք հայերեն չգիտի։ Մեր սենյակում մեծ հայկական դրոշ կա, իմ ամենափոքր քույրիկը 6 տարեկան ես իրա սովորեցրել եմ մեր հայրենիք երգի երգում է։ Քյոլնում հայկական դպրոց չկա ու Հայաստան գալն ու հայերեն սովորելը Եղշայի համար երազանք էր։ Գիմնազիայի 11-րդ դասարանի աշակերտուհու համար Միացյալ Նահանգներում կամ եվրոպական որևէ երկրում օտար լեզու սովորելու եւ կատարելագործելու հեռանկարը չոգևորեց։ Ընտանեկան ժողով եւ որոշում։ 1 կիսամյակ Եղշան դպրոց է հաճախելու Երևանում, պայմանով, որ հայերեն պիտի սովորի։ Եղշան ուրախությունից լաց եղավ, իսկ գիմնազիայի տնօրենն էլ զարմացավ։ Ինչի՞դ է պետք հայերենը, հետո որտեղ պիտի աշխատես, բայց ինքնաթիռի տոմսն արդեն գնված էր եւ Եղշան Հայաստանում էր։ Իմ սիրտը այնքան արագ բախում, որ ես շոկ ունեցի եւ ես չգիտեմ, ես գնացել եմ դուրս եւ օտար դարբեր, ամեն ինչ դարբեր, մարդ բոլոր նայում են քեզ եւ ես մտածում Աստվածի ես Հայաստանում եմ, չէ, ես Հայաստանում եմ, ինչքան ուրախ էի, ոչ մեկ չի կարող հասկանալ ինձ։ Երևանում Մինասյանների ընտանիքը հյուրընկալեց Եղշային ու նա գնաց Նայիրի Զաջանի անվան դպրոց։ Բոլորը եկան իմ մոտ եւ ասել են բարև ձեզ, բարի գալուս, մենք շատ ուրախ ենք, որ դու այստեղ ես, բայց ես ոչ մի բան չեմ հասկանում, որովհետեւ հայերեն չգիտեմ։ Դասընկերների հետ շփվելու լեզուն սկզբնական շրջանում անգլերենն էր, որ հայերենը հարուստ, բայց բարդ լեզու է, Եղշան արդեն գիտեր, բայց այն սովորելու առիթը բաց թողնել չէր պատրաստվում։ Մասնավոր պարապմունքները օգնեցին, Այբուբենից սկսեց ու ստացվեց կարդալ, գրել, խոսել ու հասկանալ։ Իսկ Տերյանի 125-ամյակի նվիրված ցերեկույթին Եղշայի շուրթերից հնչեց Տերյանը անծանոթ, բայց այնքան հարազատ։ Դու դեռ չես մրել իմ հիվանդ սրտում։ Դու դեռ ապրում ես երազի նման։ Հիմա Հայաստանում մոլուց կա, չէ, բոլորը Հայաստանից արտասահման գնալու, հակառակ երևույթին մի քիչ ավելի զարմանքով ենք վերաբերվում ու վերադառնալ արմատներին, հասկանալ ով ես դու, որտեղից ես գալիս։ Եղշան միշտ մերն է լինելու, որովհետև մենք գտել ենք մի հայի օտարափում ծվարած, որը ավելի զտարյուն հայ է մնացել, քան գուցե մեր կողքին ապրողները։ Եղշան հպարտանում է, առաջվա նման հայերեն երգեր սովորելու համար պետք չեն լինի անգլերեն տառերը։ Հայաստանյան տպավորությունների մասին ամեն օր հեռախոսով պատմում է ծնողներին։ Այժմ Եղշան ստիպված է վերադառնալ։ Ասում է հայրիկը խոստացել է ամառային արձակուրդները ընտանիքով Հայաստանում անցկացնել։ Ինքն էլ խոստանում է, կվերադառնա, դեռ Արցախը չի տեսել, ու ինքն էլ պիտի հայկական ընտանիք ստեղծի, այն էլ Հայաստանում։ Աննա Մկրտչյան, Արտյոմ Սարգսյան, Երկիրն այսօր։